Նախ եւ առաջ իրանք պիտի իմանան, որ մենք կանք։ Մենք քնած չենք, մենք ամեն օր էլ պրպտում ենք, ամեն օր էլ գնում ենք, գալիս ենք, տարբեր կառույցներ, նես չի որ մենակ էս կառույցն է։ Բայց այս վերջերս սկսել են արդեն կառույցները ծնողներին չհանդիպել։ Այսինքն դա նշանակում է, որ մարդիկ արխային են ընկել, չէ, այն բարձրաստիճան պաշտոնյաներին եմ ասում, արխային մի ընկեք, ախպեր, չկան նման բան։ 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին անցկացրել Պաշտպանության նախարարության վարչական շենքի դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում բարձրաստիճան զինվորականների հետ եւ պարզաբանում իրենց երեխաների հարազատների գտնվելու վայրի վերաբերյալ։ Համազես Պողոսյանի հայրը Հովանես Պողոսյանը նշեց, որ այս տարիների ընթացքում ոչ մի գործ չի արվել։ 5 տարի արդեն, այս 5 տարվա մեջ գոնե մի հոգու պետք է մի անետ կորացի, ճակատագիր գոնե պետք է պարզ լիներ։ Այսինքն դուք չեք ենթադրում, որ դա գործառույթ չկա, չեն արել այս մարդիկ գործ, որ այդ ճակատագիրը գոնե մի հոգու ճակատագիր ախպեր պարզ լիներ, ասեին, այս ինչ տեղ է, այս մի հոգին զոհվել է, օրինակ աճունը հանել են, չէ, կամ այս մի տեղը այս մարդուն տարել են, գերեվարել են, այսինքն մի հատ պալևոյ գեներալների մոտ մնում է։ Խի չկա տես բան, կա։ Իրանք էլ մեզից լավ կիմանան, որ կա, այսինքն մենք հիմա ենթադրություններ ենք անում, բայց ամենայն դեպս պատերազմ է եղել։ Պատերազմի վախտել ամեն ինչ էլ հնարավոր է։ Հնարավոր է եւ մինչեւ հիմա գերեվարվածներ լինեն, որ անունները չկա այն ցանկի մեջ, որը որ պետականորեն այտենց հաստատված են։ Ուզում եմ ասեմ, որ չկա նման բան, թող հավայի այտենց բաներ չխոսան։ Պաշտպանության նախարարության վարչական շենքի մոտ հավաքված ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ գլխավոր շտաբի պետ Կամո Վարդանյանի փոխարեն ՊՆ նախարար Արմեն Սարգսյանը կընդունի ընդամենը 3 ծնողի, հավաքված շուրջ 30-ի փոխարեն։ Իրանց խորհուրդը որոշել է, որ մեզ 3 ծնողի կընդունի Արման Սարգսյանը, մեր հարցերին սպառիչ պատմում, բայց մեր հենց այդ նախորդ օրը, որ մենք այդ ակցիան կատարել ենք, հենց ես մեքենայով ստե Արմեն Սարգսյանի դեմն եմ կանգնել, ու իրան տեղեկացրել եմ, որ մենք հեսա գալիս են ծնողները ակցիա ենք անելու, ինքը թողեք չգնացել է։ Սա առաջացրել է ծնողների զայրույթը, նրանք 5 րոպե ժամանակ տվեցին Պաշտպանության նախարարությանը իրենց պահանջը բավարարելու համար, հակառակ դեպքում սպառնացին փակել փողոցները։ Հերթական իրանց մանիպուլյացիայի շնորհիվ ուզեցին դաժե հենց իրանք հենց շտաբի աշխատողները փորձեցին ընդհարում սարքեն, որ այս դառնա անկառավարելի ծնողները բախում ոստիկանների հետ, որ իրանք արդեն ուժ կիրառելով նստեցնեն, տանեն հարցը փակեն այդ ձևով։ Տարածքում տեղակայվեցին ոստիկանության լրացուցիչ ուժեր, իրավիճակը մնաց լարված։ Քանի որ անհետ կորած զինծառայողների հարազատները չէին հեռանում Պաշտպանության նախարարության վարչական շենքի մուտքերից, շարունակելով պահանջել հանդիպում իրենց նշած պաշտոնատար անձանց հետ։ Անհետ կորածների ընտանիքների անդամների եւ ռազմական ոստիկանության միջև քաշքշուկ տեղի ունեցավ։ Հարազատները հավաքվել են Պաշտպանության նախարարության մուտքի մոտ եւ պնդում են, որ նախարարության դռները պետք է բացվեն իրենց համար։ Նրանց առաջարկեցին հանդիպել ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի հետ, սակայն ծնողները չհամաձայնվեցին։ Խույս են տալիս հանդիպումից, ծնողների զայրույթը կրկին շարժեցին։ Այսօր պետք է 30 ծնող ընդունեին։ Մենք Արման Սարգսյանի հետ հանդիպում չենք ուզել, ասաց ծնողներից մեկը։ ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկից հետո անհետ կորածի հարազատի ինքնազգացողությունը վատացավ։ Նշենք, որ ծնողների բողոքի ակցիան տեղի է ունենում այն օրերին, երբ սեպտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցին իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկը չգնաց եռաբլուր։ ՔՊ-ն վաղաշաբաթի Դվին ռեստորանում հավաք էր կազմակերպել նախարարների, պատգամավորների, գործարարների եւ համայնքապետերի մասնակցությամբ իրենց քարոզարշավի շրջանակում։